Երբ ընդունվում եք աշխատանքի, մտնում եք նոր կոլեկտիվ, սկզբում բոլորը ժպտում են ձեզ։ Հետո սկսվում է մրցակցությունը, փորձում են ձեզ կոտրել եւ դժվար ժամանակներ են լինում։ Ինչ անել, ինչպես վարվել այդ առաջին մի քանի դժվար ամիսներին, որ դուք թույլ չտաք այնպիսի սխալներ, որի պատճառով ուղակի կոլեկտիվը ձեզ դուրս նետի իրենցից։ Որովհետև հենց այդպես է լինում է։ Եթե կոլեկտիվը զգում է ռիսկ, դիսկոմֆորտ, իրենք կարող են համախմբվել եւ ցանկացած մեկին շատ կարճ ժամանակահատվածում ուղղակի դուրս նետել։ Առաջին բանը, որ ես կառաջարկեմ, դա հետեւյալն է։ Երբ որ նոր եք ընդունվել աշխատանքի, մի փորձեք այդտեղ ցույց տալ առաջինը ձեր ուժը, ձեր ողջ ռեսուրսները, ձեր կարողությունները, փորձել փաստել, որ ես այստեղ լավագույնն եմ, հեսա տեսեք ինչ եմ անելու։ Փորձեք պարզապես հետևել։ Փորձեք հասկանալ կոնտեքստը, ինչ է կատարվում այս կոլեկտիվում։ Փորձեք հետևել, փորձեք ձեր դիտարկումներն անել եւ որ ամենակարևորն է, պետք չի այդ փուլում, այդ սկզբնական նախնական փուլում ցույց տալ ձեր կարողությունները, ռեսուրսները, որովհետեւ եթե այդտեղ կա ուժեղ մեկը, իսկ ամեն կոլեկտիվ աշուշտ ունենում է իր այդ վերահսկող, իշխող, կոնտրոլանող, այդ պայքարների մեջ հաղթանակ տարած անձ կամ անձիկ, նրանց ուշադրությանն եք դուք արժանանում, նրանք ձեր մեջ տեսնում են մրցակից եւ զգում են դիսկոմֆորտ, լարվածություն եւ բնականաբար սկսվում է կոմպենսացիան եւ նրանք օգտվում են իրենց ողջ արսենալից ձեզ չեզոքացնելու համար։ Այդ ժամանակ կարող են նրանք փորձել ձեզ արժեզրկել, ձեր հասցեին շատ վատ քննադատող, բախարակող մեկնաբանություններ անել, կոմենտներ թողել ձեր հասցեին, ձեզ հոգեբանական ճնշման եւ բռնության ենթարկել եւ դուք դեռ չունեք կապեր, հեղինակություն դեռ չունեք, քանի որ նոր ընդունված աշխատող եք եւ նորից նրանք շատ կարճ ժամանակահատվածում կարող են ձեզ չեզոքացնել։ Կամ ուրիշ բան ասեմ, մի փորձեք, երբ որ նոր եք մտել կոլեկտիվ, այսպես շատ իդեալական, կատարյալ, անթերի 100-ից 100 աշխատողի այդ կեցվածքում լինեք։ Նորից փորձեք հասկանալ իրենց այդ կոլեկտիվի ընդունելի նորման։ Օրինակ, եթե այդ կոլեկտիվը աշխատում է 70%-ով, պետք չի որ դուք աշխատեք 100%-ով, որովհետև գուցե իրենք առավոտյան գալիս են աշխատանքի, միջև, չգիտեմ, 10:30, իրանց մոտ թեյախմբություն է, սուրճի ժամ է, դիսերտով, հահա, հիհի, քննարկում են իրենց երեկվա նորությունները, այսօրվա ինչ որ ծրագրեր, պլաններ, ուր պիտի գնան, ինչ պիտի անեն, ինչ է եղել իրենց հետ եւ այլն, եւ հանկարծ գալիս է ինչ որ մեկը, որ այսպես ժամը 8-ից 9-ից սկսում է մեյլեր, զանգեր, նամակներ, դուք այդ ամենով ուղղակի ներվայնացնելու եք, լարելու եք այդ մթնոլորտը եւ այդտեղ ոչ միայն դուք ուշադրության եք արժանանալու ուժեղագույնների կողմից, այլ նաեւ ձեր վրա ուշադրություն է սկսելու դարձնել իրենց մեջից ամենածույլը կամ ծույլերը եւ նորից շատ կարճ ժամանակահատվածում այդ ձեր իդեալական աշխատողի վարքը բերելու է նրա, որ կոլեկտիվը մի րոպե շուտ ցանկանալու է ձեզանից ազատվել, որովհետև ցանկացած անձ, երբ որ զգում է դիսկոմֆորտ, իր առաջ խնդիր է դրվում ազատվել դիսկոմֆորտից։ Եվ եթե այդ պարագայում դիսկոմֆորտը դուք եք, շատ կարճ ժամանակահատվածում շատ հանգիստ իրենք կհամախմբվեն եւ ձեզ կչեզոքացնեն այդտեղից։ Այսինքն փորձեք զգալ նորից մթնոլորտը, զգալ ընդունելի նորման, չափաբաժինը, օրինակ շատ տեղերում, երբ որ ես աշխատում եմ, խորհրդատվություն եմ անում կոլեկտիվներում, ես այսպես աշխատողների մեջ լսում եմ, հա, որ ամենապրոդուկտիվ ժամը աշխատանքի դա առավոտվա ժամերն է, մինչև ժամը 1-ը, ընդմիջումից հետո sense ոնց որ այդ տեմպը կորում է, այդ տեմպը ընկնում է։ Եթե դուք մտնում եք եւ տեսնում եք, որ իսկապես միջև մեկը այսպես գալիս են ակտիվ, ինչ որ բաներ են անում, նամակներին պատասխանում են, հարցերը լուծում են, բայց դրանից հետո ընդմիջումից հետո մի հատ sense սուրճ, միջև sense փորձում են մի հատ հաղթահարել, մարսել, քնից արթնանալ, արդեն տուն գնալու ժամանակն է, նորից պետք չէ աչքի ընկնել, պետք չէ այդ ընդհանուր դինամիկայից շատ կտրուկ առանձնանալ եւ խոսքը գնում է առաջիկա ամիսների մասին, ընկերներ։ Հաջորդ բանը, որ ուզում եմ նշել, հետեւյալն է, որ երբ որ դուք ընդունվում եք նոր կոլեկտիվ, միշտ այդտեղ կան մարդիկ, ովքեր ուզում են ընկերակցություն,
ուզում են մեկը ում հետ սուրճ կխմեն, մեկը ում հետ, չգիտեմ, խանութ կգնան, մեկը ում հետ կճաշեն ընդմիջումներին եւ շատ արագ ձեզ փորձում են այսպես ինչ-որ փոքր խմբերի մեջ ներգրավել եւ այդ առաջին փուլում ինչ-որ խմբերի մեջ ներգրավելը, հարաբերություններ կառուցելը շատ վտանգավոր է։ Ինչու՞, որովհետեւ մենք չգիտենք, թե իրականում կոլեկտիվի ներսում ինչ է կատարվում եւ եթե այդ փոքր խմբում կան անձիկ, ովքեր, չգիտեմ, ընդհանուր կոլեկտիվում ինչ որ թշնամանք ունեն կամ ինչ որ որոշակի կարծիք կա ձևավորված իրենց մասին, երբ որ դուք հայտնվում եք այդ խմբի մեջ, միանշանակ այդ կարծիքը վերագրվում է նաեւ ձեզ, օրինակ, եթե ղեկավարը կոնկրետ անձի կամ ինչ որ փոքր խմբի հետ կապված թշնամանք ունի, վեճ ունի, մրցակցություն ունի եւ այլն, դուք հայտնվելով այդտեղ չի բացառվում, որ նույն ձեր ղեկավարի զայրույթի, ագրեսիայի, ներքին այդ անհամաձայնության, տհաճության չափաբաժնի մի մասը ձեզ է վերագրվելու եւ այդտեղ, երբ որ դուք սկսում եք մտերմություն կառուցել ինչ որ խմբի անդամների հետ կամ ինչ որ մեկի հետ, ով լավ անուն չունի, լավ համբավ չունի, դուք միանգամից դրա կրողն եք դառնում, օրինակ փորձառաբար գիտեմ, հա, որ կոլեկտիվում եթե կա մեկը, որին չեն սիրում, որի հետ կապված կա կոնկրետ շատ բացասական գնահատական, որ չգիտեմ, ինքը խոսք տանող բերող է, ինքը նախանձ է, վտանգավոր է, բերանբաց է, սայանայա, եթե կոլեկտիվում օրինակ հայտնվում է մեկը, որ իր հետ շփվում է, ասում են, հա, տենց է պիտի լիներ, դե ով կարար իր հետ շփվել, այսինքն միանգամից դուք կարող եք զոհ դառնալ, հետեւաբար այդ փուլում նորից շարունակում եք դիտարկումներ անել եւ կապեր չկառուցել եւ չամրապնդել։ Հաջորդ բանը, որը նորից շատ կարևոր է այս փուլում, երբ որ ընդունվում եք աշխատանքի, կլինեն մարդիկ, որ գալիս են եւ սկսում են ձեզ ապահովել ինֆորմացիայով, դա իրենց կարծես կարևոր գլխավոր գործառույթն է, օրինակ սկսում են պատմել ձեզ շատ կարևոր կոլեկտիվում կատարվող գաղտնիքներ, որ գիտես օրինակ, չգիտեմ, այս աղջիկը ամուսնալուծված է, գիտես օրինակ այս տղան էս ինչի սիրեկանն է, գիտես օրինակ, չգիտեմ, այս ինչը օրինակ, չգիտեմ, ծնողազուրկ է կամ գիտես այս ինչ մեկը տնօրենի հետ ինչ վեճ է ունեցել, այսպես խայտարակություն ա եղել կամ կոլեկտիվում այս ինչ մարդիկ գիտես, չգիտեմ, օրինակ հաստիքի, կես դրույքի համար ինչ կռիվ են արել եւ այդտեղ նորից շատ կարեւոր է ձեր դիրքը, որ դուք երբ որ վերցնում եք այդ սուրբի կեցվածքը, որ խնդրում եմ իմ ներկայությամբ մի բան ասեք, ես չեմ սիրում, որ իմ մոտ բան ասում են եւ այլն, դուք դրանով նորից վանում եք դիմադրում արժանանում եք դիմադրության հակակրանքի, բնականաբար ես չեմ ասում, որ այսպես սկսեք բամբասել, ականջ տալ եւ այլն, բայց շատ կարեւոր է, որ դուք կարողանաք լսել, ինչու՞ չէ, կարող եք ասել, որ ես հասկանում եմ, որ երևի թե քեզ շատ դժվար է կամ ինչ ափսոս, որ այդպիսի բաներ են տեղի ունեցել, դուք ժամանակի ընթացքում կկարողանաք ձեր վարքով ցույց տալ, թե դուք ով եք եւ բնականաբար, եթե դուք այդպիսի խառնակցությունների կրողը չեք, շատ կարճ ժամանակահատվածում այդ անձիկ կհասկանա, որ ձեր ներկայությամբ առհասարակ չարժե պախարակել կամ խոսել ուրիշ մեկից, մանավանդ եթե դրանք սուտ բամբասանքներ են կամ չգիտեմ ինչ որ մեկին արժեզրկող կամ ցածրացնող խոսքեր են, իրենք շատ կարճ ժամանակահատվածում դա կհասկանան, բայց դուք կարիք չունեք այդ առաջի փուլում ասել, որ խնդրում եմ իմ ներկայությամբ մի բամբասեք, ես մեծն ես, դուք ուղղակի չեք պատկերացնում ինչքան զզվելի եւ տհաճ կարող եք լինել այդ իրավիճակում, վանել բոլորին ձեզանից, միանգամից ձեր մասին ստեղծում ա կարծիք, որ իրան էսում տեղն ա դրել, հենց սրան տես եւ իմացեք, որ դրանից հետո կառուցել լավ հարաբերություններ, ես գոնե չեմ կարծում, որ կա այդտեղ ռեսուրս լավ հարաբերություններ։ Հաջորդ բանը, որը շատ կարևոր է հաշվի նստել դրա հետ, դա էլ այն է, որ այո, այսօր 21-րդ դար շատ նորմալ է, որ աշխատանքային միջավայրում լինի այդ մրցակցությունը, բայց այսօր փորձը ցույց է տալիս, որ կոլեկտիվներում շատ ավելի կարևոր է թիմային մտածելակերպը եւ մենք պետք է կարողանանք այդ երկուսը ներառել բալանսավորված, այսինքն մրցակցություն, բայց շատ կարևոր է, որ դուք նաև կարողանաք այդ թիմային մտածելակերպի կրողը լինեք։ Պետք չէ վախենալ մրցակցային այդ բոլոր ձեր հակումներից, դեռ երեխան 5 տարեկանում առաջնային իր պահանջմունքներից է, որ երեխան զգա, որ սիրված է, որ երեխան ընդունված է եւ մեզանից ամեն մեկը նախ ցանկանում է հասկանալ, զգալ, որ ինքը սիրված է եւ այդ
փորձի դրական ամրապնդումից հետո նոր երեխան օրինակ արդեն ասում է նրան, որ եթե ես ինչ-որ բան եմ անում եւ դուք ասում եք, որ ես լավն եմ, ես հիմա օրինակ ես ինչ բանը կանեմ դրա փոխարեն։ Եվ 6 տարեկանում արդեն ձևավորվում է շահի մտածելակերպը, որ ես այս ինչ բանը կանեմ, որը ինձ լավ կլինի, որի արդյունքում ինձ լավ կլինի, ես այս ինչ բանը կունենամ, որի պատճառով ես կձգտեմ ավելի մեծ ձեռքբերումների, ավելի ինչ-որ լուրջ քայլերի, իմ առաջ կդնեմ նպատակներ, մոտիվացիա եւ այլն, այսինքն սրանք շատ կարեւոր բազային հատկություններ են, որ ձևավորվում են 5-6 տարեկանում, մի փորձեք սուրբ ձևանալ, մի փորձեք այս ամենի վրա աչք փակել, շրջանցել, պետք է գիտակցել ձեր այս պահանջմունքները եւ կարողանաք այդ ամբողջը ներառել այդ փաթեթի մեջ, եթե կարելի է այս բառը օգտագործել։ Ինչպես ես կարողանամ կոլեկտիվում ինչ որ մի կողմից ստանալ այդ ընդունելությունը, որ ես սիրված եմ, ընդունված եմ, ինձ գնահատում են, ինձ ընդունում են, ես այս կոլեկտիվի մի մասն եմ, այդ պատկանելիությունը, այդ աֆիլիատիվ հարաբերությունները եւ ինչպես կարող եմ ես իսկապես ուշադրության արժանացնել իմ շահի ձգտումները, որ կարողանամ ունենալ որոշակի ձեռքբերումներ, որը ինձ համար մոտիվացիա կհանդիսանա եւ երբ որ մենք ինչ որ բաներ անում ենք եւ մեր մոտ հաջողվում է, այդ դրական ամրապնդումից հետո մենք կարողանում ենք շատ ավելի մեծ նպատակներ դնել մեր առաջ, շատ ավելի լուրջ քայլերով գնալ դեպի մեր նպատակները։ Եվ այս ամբողջ ուղերձս ես ուզում եմ հղել երկու ուղղությամբ, մեկը այն անձերին, ովքեր նոր կոլեկտիվ են մտնում, եւ մյուսը ղեկավար անձանց, ովքեր աշխատող են ընդունում, որ գործատու եք դուք։ Շատ կարևոր է, որ դուք էլ հաշվի նստեք այն փաստի հետ, որ ձեզ միացած աշխատակիցը նոր է եւ բախվելու է այս հարցերին, հա, լինելու են մարդիկ, որ իրեն փորձելու են ներքաշել, լինելու են մարդիկ, ովքեր ապահովելու են կարևոր, ոչ կարևոր, ցանկալի, ոչ ցանկալի ինֆորմացիայով, լինելու է այդ մրցակցային պայքարը, կոլեկտիվը, եթե տեսնի սպառնալիք, որպես ուժ, որպես մրցակից, բնականաբար փորձելու է չեզոքացնել, օգտագործելով իր ողջ արսենալը, եթե ինքը մի քիչ աշխատող, կարգապահ աշխատող է, դա ծույլ գլուխ պահող աշխատակիցներին ձեռք չի տալու եւ նրանք նորից փորձելու են ազատվել այդ դիսկոմֆորտից եւ ինչու ոչ դուք կարող եք նախապատրաստել, խոսել այս ամենի մասին, որ աշխատակիցը ինքը կարողանա նրբորեն այդ մուտքը ունենա, անցնցում լինի այդ հարմարման շրջանը եւ դուք եթե ընդունվում եք աշխատանքի այդ անձը, դուք եք, որ ինձ լսում եք, միշտ ապեք այս առաջին փուլում հարաբերություններ կառուցել, ցույց տալ ձեր ողջ ռեսուրսները, ես վստահեցնում եմ, որ դուք դրա ժամանակը կունենաք։ Փորձեք հասկանալ թիմին, հասկանալ այդ թիմի դինամիկան, փորձեք հասկանալ խմբի կոնտեքստը, այդ թիմի շարժումը, արագությունը, ուղղությունը, տեմպը, այդ ամբողջը շատ կարևոր է եւ այդ բոլոր դիտարկումներից հետո նոր դուք կարող եք ունենալ պլան, թե ինչպես պետք է սկսեք եւ ինչ ճանապարհ պետք է անցնեք ձեր աճի, ձեր հաղթանակների երազանքներին հասնելու համար։